իմ հավատացիներից մեկն է և պատմաբան է, և տեսնենք իրար դասամուսությունը, մնացածը կներկայից։ Ուրեմն թույլ տվեք իրոք իմ շնորհակալությունը հայտնել նախ Տիրոջը, որ նման առիթ հանդերձվել և պատիվում եմ ձեր մեջ լինելու, և ոչ շնորհակալ լինել Ռաֆիկ Եղբորից, որ կազմակերպեց այս միջոցառումը, Տեր օրհնի։ Մի թեմա եմ ձեր հետ այսօր շոշափելու, որը բոլորիս համար շատ այս օրերին շատ ակտուալ է։ Վերջին իրադարձությունները մեզ հուշում են այն մասին, որ մենք առավելապես պետք է Աստծո խոսքի սահմաններում փորձենք ջանանք ապրել եւ նաեւ քարոզել ավետարանը ճիշտ այնպես, ինչպես որ քարոզել են ավետարանի մեջ եղած բոլոր այն ոգևոր կյանքը անցած անձիկ, որ մեզ օրինակ են թողել։ Ցավոք սրտի մենք այսօր տեսնում ենք, որ ամենատարբեր հարանվանությունների մեջ մատուցվում է քրիստոնեությունը, ինչպես որ իրենք ընկալել են, հասկացել են եւ անգամ համարձակվում եմ ասել, որ նաեւ այդ քարոզությունների մեջ քիչ տեղ չեն զբաղեցնում նաեւ ավանդություններն ու առաստելները։ Ահա թե ինչու այսօր ես կարևորեցի այս նյութը ձեզ ներկայացնել, որովհետեւ բոլորս էլ այն հատվածն ենք ներկայացնում այստեղ, որ ապաշխարել ենք, վերստին ծնունդը գիտենք ինչ բան է, Սուրբ Հոգով էլ մկրտված ենք եւ շատ լավ հասկանում ենք, որ Աստվածաշնչի շրջանակներից դուրս ներկայացնել ինչ որ այլ կերպ քրիստոնեությունը դա իրոք մեր ժողովրդին եւ մեր համար առավել եւս վտանգավոր կլինի։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում է, որ ջանք անի իր անձը ընտիր կանոնեցնի, իբրև մի մշակ առանց ամոթի, որ ճշմարտության խոսքը ուղիղ մատակարարի։ Եվ քանի որ երկար տարիներ ես զբաղվել եմ այս նյութով, դեռ ուսանող ժամանակ ինձ շատ է հետաքրքրել քրիստոնեությունը Հայաստանում 1-4 դարերում։ Դժբախտաբար ինձ չհաջողվեց շարունակել ասպիրատուրան, որովհետև այն ժամանակ մի տեսակ ոչ մոդայիկ էր, ոչ էլ այդքան թույլ կտային, որ խոսել քրիստոնեության մասին 1-4 դարերում Հայաստանում, բայց ես գրեթե 40 տարվա ընթացքում ես ետ չեմ կանգնել այդ ճանապարհից եւ հատկապես խորհրդային միության փլուզումից հետո, երբ որ աղբյուրների պակաս կար, ես բավականին շատ ուսումնասիրեցի այս նյութը նաեւ օտար աղբյուրներից եւ հիմա իմ համար կարծես թե ամբողջացել է այդ պատկերը, թե իրոք ինչ ժամանակաշրջան է եղել 1-4 տարի մեր ժողովրդի պատմության համար։ Միջև անմիջականորեն նյութին անցնելը կուզեի, որ մի հատ հոդված ընթերցեի, որպեսզի մենք նախ ընկալեինք, թե ինչ ժառանգություն ունենք Մատենադարանում եւ միաժամանակ հայերս ասենք այն պատմությունը, որ ունենք մասնավորապես մատենագիտական տեսանկյունից, որովհետեւ վերջ-վերջում մենք պատմությունը ինչ որ պետք է ձեզ ներկայացնենք մատենագիտական, աղբյուրագիտական, ասենք հիմքի վրա են կառուցել մեր այսօրվա ասելիքը։ Բայց բոլորիս քաչ հայտնի է, որ մենք 5-րդ դարից առաջ մատենագիտական ոչ մի ինֆորմացիա չունենք։ Քանի որ միշտ մեզ սովորեցրել են այդպես, որ գրերի գյուտից հետո էր, որ սկսվեց 5-րդ դարը, ոսկե դարը մեր ժողովրդի, եւ միանգամից գրական աշխարհում հայտնվեցին ամենատարբեր աշխատանքները։ Ես կուզեի մի փոքր այս հոդվածին անդրադառնայինք, որը խոսում է այն մասին, թե ինչքան կարևոր է, որ մենք շրջահայաց լինելով մեր մատենագիտական ժառանգության ավելի խորքային առումով ընկալեինք, թե իրապես ինչ ժառանգություն ունենք։ Բոմբեի քաղաքային ռատուշայում 1882 թվականի փետրվարի 14-ին զրադաշտ պարսիկների համար զրադաշտականության ոգին թեմայի ունեցած իր ելույթում Օլկոտը, դա գիտնական էր, հայտնել է հետևյալը. Հայաստանում գտնվող հին մատյաններից շատ կարևոր գաղտնիքներ կարելի է գործել։ Հավանաբար դրանց կարելի է հասու լինել, եթե դուք միավորեք ձեր ճիգերը եւ Թիֆլիսի հնագիտական ընկերության հետ համագործակցելու համար այնտեղ ուղարկեք ուսումնասիրության առարկան հիմնովին իմացող մի քանի պարսիկ գիտնականներին։ Այս գիտնականը պարսիկներին խորհուրդ է տալիս գան Հայաստան եւ այդ հայկական մատենագրական ժառանգությունից քաղել իրենց հնագույն պատմության որոշակի ինֆորմացիաներ, որոնք շատ կան, ինքը տեղյակ է։ Տեսեք, քրիստոնյաները կազմակերպել են Պաղեստինի հետազոտման ընկերություն փնտրելու համար
այն ամենը, ինչը կարող է ապացույց ծառայել իրենց սուրբ գրքի հաստատմանը։ Մի քանի տարի է նրանց օգնում են ինժեներները եւ հնագետները։ Միթե ձեր կրոնը քիչ կարևոր է ձեզ համար։ Կամ էլ դուք պատրաստվում եք նստել ձեր ոսկե դրամների վրա, քանի դեռ վերջին հնագույն մատյանը Հայաստանում չօգտագործվի վառարանները վառելու կամ կոնֆետ եւ հապ փաթաթելու թղթի համար։ Համանման քրիստոնեական սուրբ գրքերին, որոնք ինչպես ես եմ տեսել, հենց այդ նպատակով են օգտագործում Հնդկաստանում եւ Ցեյլոնում հեթանոս ողերը։ Ըստ նրա զրադաշտի եւ նրա կրոնի ճշմարիտ պատմությունը առ այսօր չի գրված։ Պարսերը կորցրել են նրա բանալին, ինչպես հրեաներն ու քրիստոնյաներն են կորցրել իրենց կրոնի բանալին, սա իր տեսակետն, ինչպես նաեւ իմ կարծիքով հարավային բուդդիստները։ Օլգոտը համոզված է, որ այդ բանալին ունի գաղտնի ուսմունք, որի մասերը պետք է գտնել հայերի ձեռքում է այն, ռուսական Կովկասի հնագույն եկեղեցում գտնվող մի քանի շատ հին հազվագյուտ մատյաններում։ Նրանք հայտնի են Մեսրոպյան մատյաններ անվամբ։ Թե այդ շատ հին ու հազվագյուտ Մեսրոպյան մատյանները ինչ կապ ունեն մեր արևապաշտական ազգային հավատքի հետ, որոշակիորեն պարզ են։ Սակայն Օլգոտը հետաքրքիրն այն է, որ նախաքրիստոնեական մատյանները Մեսրոպյան է անվանում։ Նախաքրիստոնեական մատյանները անվանում է Մեսրոպյան։ Պարզ է, որ այդ մատյանների հեղինակը Մեսրոպ Մաշտոցը չի կարող լինել։ Հետևաբար պետք է պարզել, թե դրանք Սուրբ Մեսրոպի հետ ինչ առնչություն ունեն։ Նախ բացահայտենք, թե վարդապետ Մեսրոպին ինչու են Մաշտոց անվանել։ Քանզի հայտնի է, որ Մաշտոցը դա Ծիսարան է։ Հավանաբար ծագում է Քրիստոսից առաջին հազարամյակի սկզբին Հայաստանում գործածված Սուրբ Սրբազան եւ նույն հազարամյակի երկրորդ կեսին Աքեմենյան Իրանում տարածված Մազդա անունից։ Հին Հայաստանում Մաշտոց է կոչվել հեթանոսական զոների, ծեսերի, օրհնությունների, աղոթքների գիրքը։ Առաջ անցնելով ասեմ, որ մինչև 4-րդ դարը Մաշտոց եղել է, այսինքն այդ պաշտամունքային համակարգը կարգավորող ձեռագրել, թե ինչպես պետք է պաշտամունքը կատարել, հեթանոսությունից այս բառն անցել է նաև քրիստոնեության մեջ, մինչև 5-րդ դարը դեռ, այսինքն դրանք էլի Մաշտոցներ են կոչվել։ Եվ այսպես սա նշանակում է, որ Մեսրոպ վարդապետը հայոց նոր եկեղեցու համար ծիսական կարգերի, օրհնությունների, աղոթքների գիրքը գրելիս իր ձեռքի տակ ունեցել է հին հայկական հեթանոսական զոների, ծեսերի, օրհնությունների եւ աղոթքների գիրքը Մաշտոցը։ Այդ գործը Մեսրոպն է իրականացնել, քանի որ հայոց հին գրերի մոռացված այբուբենական համակարգը նրա հանճարի շնորհիվ բացահայտվեց ու վերականգնվեց։ Տեսեք, չի ասվում, որ նոր ինչ-որ այբուբեն հորինվեց։ Նա է հայերեն գրել կարդալ սովորեցրել Սահակ Պարթև կաթողիկոսին, Վրամշապուհ թագավորին եւ մյուս մեծամեծներին։ Նա է տիրի Մաշտոց կոչված սրբազան մատյանների օգնությամբ հայոց եկեղեցու Ծիսարանը կազմել։ Մենք հակված ենք այդպես մտածելու, քանի որ ինչպես Ռաֆայել Իշխանյանն էր ժամանակին ասում էր, որ կան մի շարք հին վկայություն այն մասին, որ Մաշտոցից առաջ արդեն գիր եղել, հայերեն գրեր եղել են։ Օրինակ, 3-րդ դարից հույն հեղինակ Հիպոլիտոսը իր ժամանակագրության աշխատության մեջ բերել է գիր ու գրականություն ունեցող ժողովուրդների ցուցակը, որի մեջ նշված են հայերը։ Մի ուրիշ հույն պատմիչ Փիլոստրատոսը Մաշտոցից շատ առաջ գրել է մի հովազի մասին, որի ոսկյա մանյակի վրա գրված է եղել հայերեն տարերով հետևյալը. Արշակ թագավոր Նյուսիա Աստուն, այսինքն Նյուսիա Աստուն նվեր Արշակ թագավորի կողմից։ Սրանք Մաշտոցից առաջ։ Մովսես Խոյնացու հայոց պատմության մեջ խոսվում է Ողյում քրմի մասին, որը դարանագյաց Անի Ամբրոցի հեթանոսական Մեհյանում պատմություն էր գրում։ Խորենացին նշում է, որ այդ պատմությունը հետո թարգմանել են ասորերեն եւ հունարեն։ Ուրեմն Քուրմը գրել է ոչ հունարեն, ոչ ասորերեն, որ մեզ միշտ սովոր են ասել, որ միջև գրերի գյուտը Հայաստանում կիրառական է եղել միայն ասորերենը եւ հունարենը։ Այդպես ենք մենք միշտ իմացել։ Այնուհետև հեթանոս հայերն ունեցել են արվեստի ուսման գիտության գրականության տիր անունով աստված, ինչպես կարելի է գրի եւ գրչության աստված ունենալ, բայց գիր չունենալ։ Չէ՞, սա էլ է անտրամաբան։ Եվ այսպես մենք համառոտակի սա նշեցինք նրա համար, որպեսզի ցույց տանք, որ իրականում մեր մատենագրական շարքը, այնինչ որ մենք ունենք, սա ընդամենը 4-րդ դարից հետո քրիստոնեությունը պետականորեն կրոն ընդունելուց հետո հրամայական էր, որը մոտ 100 տարի հետո գործի դրեցին որոշակի անձիկ, Մեսրոպ Մաշտոցը եւ Սահակ Պարթևը տվյալ դեպքում, եւ արդեն այն ինչ մենք ունեցել ենք նախկին ժառանգությունից փոխանցվել է արդեն քրիստոնեության դաշտ։ Դուք եթե այստեղ ուշադիր լսեցիք Մաշտոցը
իբր հորինում է Այգուբեն, սովորեցնում է Սահակ Պարթևին եւ հետո իրար հետ միասին 30 տարում ոսկեղենիկ հրաշալի գրաբար Աստվածաշունչ են մեզ մատուցում։ Սա չի կարող այդպես լինել։ Սա նշանակում է, որ լեզուն չի կարող ստեղծվել երկու մարդու կողմից ընդամենը 30 տարվա ընթացքում իրար սովորեցնելով եւ այդպիսի մի այնպիսի բառամթերքով, այնպիսի հարուստ լեզու աշխարհին մատուցել, որ միջև հիմա դեռ գլուխ են ջարդում շատ բառերի բովանդակությունը գրաբարյան չեն հասնում։ Ուրեմն մենք ունեցել ենք գրաբարյան ժառանգություն, ինչը եթե համառոտ ասելու լինենք, հետևյալն է։ Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունելուց հետո 301 թվականից հետո հիմնովին պիտի ոչնչացվեր հինը, մեհենական ամբողջ գրականությունը, որոնք էլի գրվել են նույն լեզվով, 100 տարի հետո, երբ որ արդեն տակը ոչինչ չկար, պետք է սկսել նորից։ Պարզ է, չէ՞։ Եվ ահա գրերի գյուտը ինչով է պայմանավորված։ Ընդ որում մի շատ զարմանալի բաներ ենք նկատում։ Ես առաջ անցնելով կասեմ ժամանակը խնայելու համար, չնայած ես ասելիքս լեհել էստեղ գրել եմ, որպեսզի իրոք ոչինչ պակաս չթողնեմ, ոչ էլ ավել բան խոսեմ, աշխատեմ այդպես։ Ինչպես է ստացվում, որ մինչև 4-րդ դարը մենք թեկուզ հայ, ազգությամբ հայ, ոչ մի մատենագրի աշխատանք չունենք։ Ասորերեն լեզվով թեկուզ եւ թեկուզ հունարեն լեզվով։ Ասենք չի եղել հայերեն գիր։ Բայց չէ որ մենք ունեցել ենք բավականին կրթված սերունդ եւ ընդհանրապես աշխարհին հաղորդ է եղել Հայաստանը եւ մեր կողմից բավականին շատ ուսանողներ նույնիսկ Տերդատ երրորդի մասին որ խոսում ենք կամ էլ թեկուզ Արտավազդի մասին ենք խոսում Արտաշեսյանը որ թատրոններ ինքը ինչ որ պիեսներ էր գրում եւ շատ ուսյալ թագավորներ են ունեցել, քրմեր են ունեցել, որոնք հաղորդ են եղել աշխարհին, իրենք պատմություններ են գրել, օրինակ միջև հիմա Մետրոդորոսի պատմությունը որ կա ընդամենը մետող պատմության մեջ որ Տիգրան մեծի կենսագիրն է եղել, մենք այդ գիրքը չունենք ձեռքի տակ։ Մենակ սա չի։ Սա նշանակում է որ միջև 5-րդ դար, միջև 406 թիվ գոնե գրերի այդպես ասած գյուտը, մենք որևէ հայկական աղբյուր ոչ հունարեն լեզվով, ոչ ասորերեն չենք հանդիպում։ Դրան հակառակ, ինչքան ուզեք ասորերեն եւ հունարեն լեզվով օտար աղբյուրները խոսում են հայերի մասին։ Այդ ոնց է լինում, որ ասորիները հայոց պատմություն են գրում։ Այդ ոնց է լինում, որ պետք է Զենոբլագը ասորի լինի եւ գրի հայոց պատմություն։ Այդ ինչպես է լինում, որ Դանիել ասորու մոտից պիտի գնան տարեր գտնեն, հայ չի ինքը ազգությամբ։ Այդ ինչպես է լինում, որ հայերին դարձի բերողը պիտի լինի Գրիգոր Պարթևը եւ ոչ թե էլի ազգությամբ հայ։ Եվ այդպես շարունակ։ Ուրեմն այստեղ մի հատ ուրիշ մի հատ մուտք կետ կա, որը պետք է մենք անպայման ուսումնասիրենք եւ փորձենք հասկանալ։ Կամ իրապես մեր ազգը ըստ օրենացու, որ ասում է ուսումնատենչ չեն եղել, տգետ են եղել, թագավորներն են ամբարտավան են եղել, պատմություն չեն թողել, հիշում եք, այդպիսի բաներ այն օրենացին գրում։ Իսկապես այդպիսի մի ժողովուրդ են եղել։ Բայց միաժամանակ երբ որ ողբը կարդում են, այն տկար ու թույլ, որ ասում է թեպետ փոքր ենք ազգով, բայց շատ բազում գործեր էլ գործվել է մեր մեջ, որ արժանի է գրոց հիշատակի եւ ինքը Մովսես օրենացին դա գրում է, հանկարծ ողբում ասում է ողբում եմ քեզ հայոց աշխարհ լուսային ազգերի մեջ վեհագույնը։ Կամ սրանք տարբեր հեղինակներ են, հասկանալի է, կամ մեր խմբագրությունների հետ գործ ունենք։ Այսինքն ազգային պետականություն ունեցող այդպիսի մի գործչի հետ գործ ունենք, որ ջատագում է հայ ժողովրդին, բայց հանկարծ մենք մեջը մեկ բաներ ենք տեսնում, որ խորենացու մասին դեռ խոսեմ, որ պարզվում է, որ իսկապես ոնց որ թե դարերի ընթացքում տարբեր ժամանակներում խմբագրվել է։ Եվ այդ ոնց է լինում, որ Մեսրոպ Մաշտոցը Ալեքսանդրիա ուսանողներ ուղարկում, որպեսզի այնտեղ սովորեն, կրթվեն եւ հետո գան մեր դպրոցները բացել, այստեղ էլ կրթեն մյուսներին եւ այլն, եւ հանկարծ այդ շատ ուսանողների մեջ, որոնց մեջ նաեւ խորենացին է, որ հիշատակում է իր մասին, որ երիտասարդներից շատերին հավաքեց, ուղարկեց ինքը Ալեքսանդրիա, որտեղ առաջին Աստվածաշունչը գրաբարյան, որ թարգմանվել է Մեսրոպի ու Սահակի կողմից, կարծես թերություն ուներ եւ պետք է անպայման համեմատել հունարեն բնագրի հետ եւ դրա համար հարկ է լինում որ ուսանողներ ուղարկեն եւ գնում են եւ գալիս են շատ մեծ գիտելիքներով իհարկե խորենացին հիշատակում է որ արդեն Մեսրոպը չկար մահացել էր բայց հանկարծ այդ մեծ ուսանողների այդ ամբողջ բազմության միջից մենք 5-րդ դարում 5 հատ մատենագրի մասին ենք տեղյակ լինում սա հարց չի առաջացնում Հանկարծ 5-րդ դարում մենք ունենք Հավտոս Բյուզադ ունենք, Խորենացի ունենք, Ագաթ Անգելոսի մասին ենք խոսում, Եղիշեի մասին ենք խոսում, Ղազար Փարպեցու մասին ենք խոսում։
Ոնց հասկանանք, այդքան ուսանողները ոչ մի բան չգրեցին է։ Հասկացվում է, որ հետագայում մենք դա կտեսնենք, որ ասորադավան եւ հունադավան ուղղությունների միջև շատ մեծ պայքար է գնացել Հայաստանում, թե ինչպիսի գրաքննությունով անցել մեր ժողովրդի պատմությունը։ Եվ այսօր մենք արդեն ձեռքի տակ ունենք բավականին լուրջ տվյալներ եւ ուզում եմ դրանց հաղորդանել արդեն։ Ուրեմն 1-4 դարերի քրիստոնեության մասին խոսելիս մենք պետք է իրարից տարանջատենք, իրար հակընդեմ եւ հաճախ ընդհանրապես իրար հետ կապ չունեցող իրողություններ, գոյություն են ունեցել քրիստոնեական կրոնի պատմիչներ, ես սա հաճախ իրար հետ միշտ պետք է որպես կրվան ներկայացնեմ ձեզ, որ տարբեր են, որովհետեւ մի դեպքում քրիստոնեություն ասելով որոշները կրոն են հասկանում, մյուս դեպքում մենք նաև այդ կրոնի տակ չենք տեսնում այն եկեղեցին, որ մաքուր ավետարանական եկեղեցին առաջի դարի, որ Հայաստանում գոյություն ունեցել։ Եվ սրանք պետք է մենք իրարից տարբերենք։ Գոյություն են ունեցել քրիստոնեական կրոնի պատմիչներ, ինչպես ասացին, որոնց գրվածքները առավելապես են մեզ հասել։ Իսկ հոգևոր պատմություն շարադրող պատմիչների աշխատանքները հոգևոր, ես սա իրարից ուզում եմ տարբերել։ Ասել կուզեմ, վերստին ծնված իսկական քրիստոնյաների կողմից գրվածները մեզ չեն հասել, կամ շատ քիչ տեղեկություններ են հասել մեզ։ Այժմ եկեք սրանք իրարից փորձենք տարանջատել, ասել, որ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու պատմությունը, որը ինչպես ինքը մեր Տերն ասաց, որ դժոխքի դռները չեն հաղթելու, հնարավոր է մահկանացուներից գրել, իհարկե սա միամտություն կլինի, քանի որ ոչ միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսն է կառուցում իր եկեղեցին, որ ինչպես ասացինք դժոխքի դռները չեն հաղթելու, այլ հենց նա էլ գրում է այն պատմությունը, որ ճշմարտապես կարելի է եկեղեցու պատմություն անվանել։ Բոլորիս քաչ հայտնի է Մաղաքիա մարգարեության 3:16-18 գրվածը։ Այն ժամանակ խոսեցին Տերից վախեցողները իրար հետ եւ Տերը ականջ դրավ ու լսեց եւ հիշատակի գիր գրվեցավ նրա առաջին։ Մենք հավատում ենք, որ մարդկային հասարակության ոչ պատմությունը, մասնավորապես իր եկեղեցու պատմությունը հուսալի ձեռքերի մեջ է եւ Տերը ինքն է վերահսկում այս ամբողջը։ Առաջին դարի եկեղեցու մասին օրիգինալ պատմությունը շարադրված է նոր գտակարանում։ Գործկարակելոցից ու թղթերից մենք կարող ենք հստակ պատկերացում ունենալ, թե ինչպիսին է եղել եկեղեցին եւ ինչպիսին պետք է լինի։ Եվ եթե ուզում ենք ընդհանրապես եկեղեցու պատկերացումը ամբողջականացնենք մեր համար, ապա պետք է մենք անպայման ավետարանի լույսով ընկանենք։ Ես դրա համար սա կարևոր եմ համարում, որ այստեղ գտնվողներս ավետարանին հաղորդ ժողովուրդ ենք, այն ինչը որ ձեզ պետք է ներկայացնեմ, անցկացնենք ամբողջ ավետարանով, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, որն է իսկապես ճիշտը, որն է սխալը։ Ուրեմն դարերու միջով անցել է եկեղեցին եւ իր պատմությունը եւ Մաղաքիան ասում է, որ դա գրվում է երկնքում։ Սակայն սա չի նշանակում, որ մենք այնուամենայնիվ չենք կարող որոշակի պատկերացում կազմել, մասնավորապես մեր երկրում քրիստոնեության հաստատման պատմության վերաբերյալ։ Ես արդեն նշեցի, որ քրիստոնեության պատմության վերաբերյալ կա այսպես կոչված պաշտոնական եւ ոչ պաշտոնական տեղեկություններ։ Եթե առաջինի վերաբերյալ մենք պատկերացում կազմում ենք բացառապես առաքելական եկեղեցու ցենզուրայով անցած մատենագիրների կրոնական այդպես պատմությունները ընթերցելիս, ապա երկրորդի, այսինքն հայ ժողովրդի մեջ ապաշխարած, վերստին ծնված եւ Սուրբ Հոգու Պարգևը առած քրիստոնյաների մասին պատմությունները այնքան էլ հեշտ չէ հայտնաբերելը։ Դժվար է, բայց անհնար չէ։ Այս հարցում ուզում եմ մի կարևոր բան ձեզ ասել, որ այն տպավորությունը չստեղծվի, որ կամ եղբայրը այստեղ ուզում է ուղղակի առաքելական եկեղեցու հասցեն որևէ բան ասել։ Քավլիցի։ Այս եկեղեցուն մենք պարտական ենք հենց թեկուզ նրանով, որ Աստվածաշունչը գրաբարյան այդ թարգմանությունների թագուհին մեզ է հասցրել։ Դա հասցրել է այդ եկեղեցին մեզ։ Եվ սրա համար մենք իրոք Աստծուց շնորհակալ ենք։ Միաժամանակ չպետք է մոռանանք, հատկապես վերջերս ինձ Աստված շատ է զարմացնում, որ առաքելական եկեղեցու մեջ թեկուզ ավանդապաշտներ են որոշները, բայց վերստին ծնողներ են տեղ ունեն։ Հարկ իրոց սրա համար։ Եվ այստեղ չենք կարևորում գիտելիքը, այլ այն սիրտը, որ Տիրոջ առաջ միշտ բաց է լինում։ Աստված նայում է բաց սրտերին եւ կապ չունի, թե դու որ հարանվանության ես պատկանում։ Ինքն այնտեղ իր գործն անում է։ Փառք Տիրոջի։ Ես սա ուղղակի ասեցի, որպեսզի մենք գիտականը եւ հոգեվորը մի տեսակ իրարից փորձենք տարբերակել։ Ուրեմն քրիստոնեությունը որպես պետական կրոն կամ առաջին քրիստոնյա ազգ հասկացողությունը, որ հայ իրականության մեջ բավական երկար ժամանակ շրջանառության մեջ է դրվել։
Եթե մենք խոսում ենք քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու մասին, այո, դա տեղի է ունեցել 301 թվականին։ Բայց երբ մենք ասում ենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, սա իհարկե ճիշտ չի։ Մենք սա պետք է հասկանանք, որ առաջին քրիստոնյա ժողովուրդը հրեաներն են եղել հենց Երուսաղեմում։ Եվ այդ որ ամբողջականացնենք ժողովուրդ տերմինով, էլի սխալ է, որովհետև այնուամենայնիվ Աստված ազգերի մեջ ինքն ունի իր ընտրվածները, որոնց ճանաչում է։ Ուրեմն ազգային պատկանելություն տալ որևէ եկեղեցու, սա արդեն իրոք ճիշտ չէ։ Եվ այսպես մենք պիտի հեռու մնանք հատկապես օտարների կողմից մեր սնափառության վրա, մեր սնափառության ջրաղացի վրա ջուր լցնողներին, որ մեզ անդադ գովաբանում են, թե դուք առաջին քրիստոնյա ժողովուրդն եք եւ այլն, մենք պիտի լրջանանք այս առումով։ Որովհետև ուրիշը անունը կրել է, ինչպես ասում են անունը կա, ամանու չկա։ Պետք է սրա վրա շատ ուշադրություն դարձնել։ Այսպիսով ես ուզում եմ, որ սա հասկանանք, որ որևէ ազգի կործանումը հենց սկսում է սնափառությունից բնականաբար։ Եվ առավել ևս ազգի ֆիզիկական բնաջնջելու եղանակներից մեկն էլ, հատկապես արդյունավետ եղանակներից մեկն էլ հանդիսանում է նրա պատմության կեղծումը։ Ես ինքս երկար տարիներ դպրոցում եկեղեցու պատմություն եմ դասավանդել, պատմություն առարկա եմ դասավանդել, իրավունք եմ դասավանդել, աշխարհագրություն եմ դասավանդել, խնդիրը սրանք չեն։ Բայց երբ որ այդ դասագրքերը դու նայում ես, թե ինչ է հրամցում մեր երիտասարդ կամ մեր պատանի սերունդին, դու հասկանում ես, որ վաղը միսօրը այդ երիտասարդը, եթե ինքը ճշմարիտ պատմական հիմքի վրա չի կառուցում իր ապագան, ինքը մեծ փորձությունների է ենթարկվում եւ այդ չեմ ասում, որ ազգնափորձության ենթարկվում, եթե իսկապես մեր պատմության դասագրքերը լուրջ այդպես լյուստրացիայով չեն ասում։ Այսօր շատերն են, չէ՞ ասում, այս իշխանությունը, այն իշխանությունը, այս քաղաքական կուսակցությունը, լյուստրացիայի մեր պատմությունը պիտի ենթարկել։ Առաջինը եթե ուզում ենք։ Թե ինչպես հայերը քրիստոնյա դարձան, այս մասին շատ ու շատ է խոսում։ Հայոց եկեղեցական գրականությունը տարաբախտաբար շատ քիչ է տալիս հավաստի տեղեկություններ։ Գոյություն ունեն զրույցների, ավանդությունների, բարեպաշտ առասպելների ու կեղծիքների ամբողջ կույտեր, որոնց մեջ հազիվ թե կարելի լինի պատմական արժեքավոր նյութեր շատ գտնել։ Եթե հաշվի առնելու լինենք այդ գրականությունը, դուրս կգա, որ Հայաստանը քրիստոնյա դարձավ դեռ այն ժամանակ, երբ քրիստոնեություն էլ չկար։ Այսինքն դեռ Հիսուսի կենդանության ժամանակ։ Զարգացնելով այս զարմանալի միամիտ անհեթեթությունները, զրույցներն ասում են, որ Հիսուսի համբարձումից հետո նրա աշակերտներից երկուսը, Թադևոս եւ Բարթումեոսը, նրա հատուկ հանձնարարությամբ եկան Հայաստան, քարոզեցին քրիստոնեություն, հաստատեցին անկախ կաթողիկոսական աթոռ։ Ով է այս տողերի հեղինակը, ես չեմ։ Որևէ մեկը ծանոթ է այս տողերի հեղինակն ով է։ Առաքել Բաբախանյան, Լեո, առաջի հատոր H414-415։ Բայց Լեոն, այո, Լեո։ Պատմաբան Լեոն։ Բայց պատմաբան Լեոն ինքն իրենից չի գրում սա։ Ինքը օգտվել է մեկ ուրիշից։ Ումից։ Եկեղեցու պատվերներ հայերի օրը։ Չէ, այս ամենը ինչ որ ասում են, եկեղեցու պատվերը սա չէր կարող լինել։ Լեոն օգտվել է եկեղեցու պատմության կամ ազգի պատմության հռչակավոր մխիթարյան միաբանության կարևոր դեմքերից մեկի աշխատանքից Մաղաքյա Օրմանյանի ազգապատում գրքից 4 հատորով հրատարակված է։ Տեսեք ինչ ա եղած։ Մենք այդ կետերուն հետևելու պատք չունենք, որովհետև նպատակնից է պարզապես մեր ազգային եկեղեցվում պատմական եղելությունները քաղել եւ որչափ հնար է զանոնք իրենց իրական եւ իսկական ստուգությանը վերածել։ Հայոց եկեղեցվո պատմությունը ձեռք առած ատենից կզգանք, թե ծանոթ աշխատության պետք ունենք զայնի իսկության վերածելու համար։ Մեկ կողմեն խառնիխուռն ավանդություններ հաջողած են անստույգ եւ տարադեմ զրույցներու դուր բանալ, իսկ մյուս կողմը քաղվածով պատմություն գրողներեն շատեր ավելի քան պատմական հավատարմությունները ներշնչվելու նպատակավոր դիտումները ազդված են եղելությունները իրենց հաջող հպատակեցնել եւ հանգամանքներու այլևայլության եւ տարադեմ մեկնությամբ անոնց բռնազբոսիկ նշանակություններ եւ քմահաճո գունավորումներ տալ։ Գիտենք, թե ամենամոտ ժամանակներու մեջ ազգային եկեղեցական պատմությունը սկսած է իր ուղղամիտ ուսումնասիրողներն ունենալ, սակայն գործը դեռ իր լրումը չի ստացած։
Մենք անոնց աշխատանքներեն օգտվելու իսկ բազմաթի եւ բազմազան զննության պետք կտեսնենք։ Այդ նպատակին մեջ հաջողելու համար պետք է զգացածենք, որ չափ հնար է զերծ մնալ սահմանափակ տեսությունները ու հետևությունները եւ ամեն կետ իր սկզբնական աղբյուրի մեջ ուսումնասիրել եւ միմյան անոնց վրա հիմնվել։ Քանի որ բուն նպատակնից եղելության ստուգությունն է եւ ոչ մեկնության ու խորհրդատվության ոչն ու կերպը հատուկ ուշադրություն պիտի դարձնենք ժամանակագրական ուսումնասիրության եւ դիպվածո չարահարության, որ շատ անգամ ստուգության լավագույն փաստերն են։ Մաղաքիա Օրմանյան, Ազգապատում 1912 թիվ։ Ինչպես տեսնում ենք, անգամ արքեպիսկոպոս Մաղաքիա Օրմանյանը դեռ իր ժամանակին ստույգ պատմական աղբյուրների կարիք է զգացել եւ որ ոչ պակաս կարեւոր է, հավատացել է, որ ապագայում ավելի լուրջ հետազոտություններ կարվեն հայոց հավատի պատմության։ Որ ասենք հայոց հավատի պատմության մասին չեն գրել, շատերն են գրել։ Առնվազն 5 աղբյուրներ, դեռևս 19-րդ դարից 20-րդ դարի սկզբներով թվագրվող աշխատություններ եմ կարդացել եւ Արիշանից եւ Ինջիջյանից եւ այդպես ասենք, ինչպես Մաղաքիա Օրմանյան ասեցին, որոնք այնուամենայնիվ այն սպառիչ պատասխանը չեն տալիս, թե ինչպես քրիստոնեությունը վերջապես մուտք գործեց Հայաստան, հատուկ են բաներ ինչ որ ասում են։ Եվ ընդհանրապես մինչեւ 301 թիվը Հայաստանում գոյություն ունեցել է իսկապես ավետարանական շնչով ապրող եկեղեցի թե ոչ։ Չնայած որ այս ամենը մենք ձեզ ներկայացնում ենք, այնուամենայնիվ էլի կրկնում եմ, որ առաքելական եկեղեցու մեջ քիչ չեն եղել այնպիսի սուրբերը, որոնք իրոք եղել են ավետարանական, գուցե իրանք էլ չեն իմացել, որոնք շատ Աստծո հետ ավելի ներդաշնակ հաղորդակցություն ու կապ են ունեցել։ Բավական է մենակ հիշեցնեմ այն հանգամանքը, որ անապատականների, վանականների շարժումը հենց այնպիսի շարժում չի եղել։ Դրանք Աստծուն նախանձավոր մարդկանց շարժումներ են եղել, որ իրենք առանձնանալով աշխարհից իրոք իրենց կյանքն Աստծուն նվիրած են եղել։ Եվ երբեք Աստված նրանց աշկատող չի արել եւ ավելին, ես իմ հրատարակած գրքում հենց այդպես է գրել եմ, ինքս մասնագիտությամբ նաեւ որ որպես գիտեր պատրաստող շրջում եմ Հայաստանի տարբեր տեղերով եւ շատ լավ տեղյակ եմ ասենք Հայաստանի բոլոր բանական համալիրներին, եկեղեցական պատմաճարտարապետական հուշարձաններին, ես գիտեմ որ այսինչ եկեղեցին որ կառուցվել է ինչ որ մեկի վկայարանի վրա է կառուցվել։ Մարդը առանձնացել է իր համար, այնտեղ աղոթքներ է արել, հերավոր գյուղից հիվանդ են ունեցել, բերել են մոտ աղոթել է, բժշկվել են, մի օր եկել են տեսել են, այս մարդը բանջարեր ուտում ու ընդամենը արփից ջուր էր խմում, օրինակ է անում։ Այս մարդը ննջել է իր հյուղակի մեջ, դա իր վկայարանն է եւ դրա վրա վերախոյացել մատուրի վրա էլ արդեն վանքը եւ եկեղեցին։ Բարձր, չէ՞ ինչպես է գնացել այս գործընթացը։ Ուրեմն պատմության կեղծումը այսօր կարծես էլի նորաձև է դարձել։ Մամուլով, հերոստատեսությամբ, համացանցով, սոցիալական հարթակներում անընդհատ խոսվում է պատմության կեղծարարության մասին։ Այսօր իսկապես ով որ նույնիսկ պատմաբան ու մասնագետ չի, նույնիսկ հավակնում է, որպեսզի հերոստացույցով անպայման ներկայացնի, թե մեր ժողովրդի պատմությունը կեղծված է, բայց թե ինչպես է կեղծված դրա խորությունները, մի տեսակ ասենք շատերը դրանք չեն տիրապետում։ Չնայած որ այդ կեղծիքների մասին նախկինում էլ խոսվում էր։ Այսօր արդեն բազմաթիվ հետազոտողներ, ովքեր հետաքրքրված են հայոց պատմությամբ, իրավան գտնում են, որ մեր պատմությունը կեղծված է։ Ես բերեմ պատմաբաններից մեկի օրինակը, վերջերս մահացավ ինքը Գուրգեն Կարապետյան, լսել եք իր մասին։ Շատ լավ պատմաբան էր, ես իր հարցազրույցից մի փոքրիկ հատված եմ հիմա ձեզ ընթերցելու, եւ դուք կտեսնեք, թե այս մարդն իսկապես ինչ հարց է շոշափում, որը բավականին լուրջ է իրոք, եւ դրա վրա կարելի է կանգ առնել։ Ամենաուշը Քրիստոսից առաջ 4-րդ դարից սկսվել է մարդկության պատմության կեղծումը։ Խնդրեմ, եթե դիտենք պատմության ընթացքը, ապա Ալեքսանդր Մակեդոնացու կողմից նրա արշավանքների սկզբնական շրջանում ոչնչացվել զրադաշտական ոչ գրականությունը։ 2000-ից ավել սրբազան գրքեր։ Համեմատության համար ասեմ, որ Գրիգոր Լուսավորիչի ժամանակ հեթանոսական մեհյաններից այնքան գիրք էր Եփրատ լցվել, որ ափերից դուրս էր եկել Եփրատը։ Այդքան մեծ ժառանգություններ ասենք ոչնչացել։ Այո, մենք ընդունում ենք, որ հեթանոսական սովորությունները, հեթանոսական ասենք պաշտամունքային համակարգը արժանի էր ոչնչացում, բայց այն եղանակով, ինչ եղանակով որ ներկայացնում է մեզ Ագաթ Անգելոսը, իմեջալոցը, սա հանդիսանում է հայոց եկեղեցու քրիստոնեության ընդունման մանիֆեստը, որը միակ աղբյուրն է եւ չունի այլևս որևէ աղբյուր։
եւ չունի ինքը անալոգիա, սրա մասին դեռ կանդրադառնանք։ Եվ այսպես ինչ ենք ուզում ասել, որ գրադարաններն էին առաջինը տուժում, պետք է ջնջել պատմական հիշողությունները, անցյալի եւ նորը պետք է գրվի։ Եվ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ հենց այդպես էլ եղել։ Առաջին փուլը կարծես դա է եղել, երբ որ հելենականացվում էր ամբողջ աշխարհը եւ արժեքավորները պիտի թարգմանվեին հունարեն, անարժեքները պիտի ոչնչացվեն եւ այդպես շարունակ։ Խնդրեմ, նաեւ ոչնչացվեց Պերգամոնի գրադարանը, ոչնչացվեց հայկական ողջ մշակույթը։ Հենց իրենք են նշում, ինչպես ես քիչ առաջ ասեցի, թե ինչպես է դա տեղի ունեցել եւ Ագաթանգեղոսում էլ դրա մասին մենք բավականին տեղեկանում ենք։ 200 տարվա ընթացքում կեղծվեց հայոց պատմությունը, դա ինչու եղավ։ 1600 թվականից մենք պետություն չունենք, պայմանականորեն ասա, ներկայացվում ենք որպես խեղճ, տանջված ժողովուրդ, բայց եթե հայերը չեն հավատում հայկական աղբյուրներին, ասենք օրինակ Շահամիր Շահամիրյանը, ապա թող գոնե հավատան ռուս պատմիչ Գլինկային, գիրքն ունեցել է 19-րդ դարի հեղինական Գլինկան, Արևելյան Հայաստանը միացել էր Ռուսաստանին, ցարը հրամայում է Գլինկային, որ գա Անդրկովկազ, տեղեկանա ժողովուրդների մասին եւ պատմություն գրի։ Այդ գիրքն այսօր էլ գոյություն ունի եւ ինչ է գրում Գլինկան հայերի մասին։ Գլինկայի գրքում նշվում է, որ 1600-1700 թվականներին Հայաստանի հայ բնակչությունը ինչ է կարծում ինչքան է եղել։ 23 միլիոն։ Հիմա տեսեք շարունակությունը։ Հայերի ձեռքին է եղել համաշխարհային առևտրի 75%։ Հայերի ձեռքին է եղել նաև ընդ որում աղի առևտրի 90%-ը, իսկ մետաքսի առևտուրը ամբողջությամբ 100%-ով։ Այսինքն մենք աշխարհում դրամայրային հարաբերությունների սկսման պահին գտնվել ենք առաջատար դիրքում։ Բնական է, որ Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Հոլանդիան եւ մյուս երկրները չպետք է թույլ տային, որ համաշխարհային քաղաքական, տնտեսական հարաբերություններում հայ ժողովուրդը հզոր գործոն լիներ։ Լորենս Արաբացու մասին լսել եք շատերը։ Պատահական չի այս մարդը խնդիրը այդպես էլ դնում, որ աշխարհի ամենակատարյալ ժողովուրդն են եւ ենթակա են կատարյալ բնաջնջման։ Նրանք պետք է հայերին ներշնչեին, նաև ապացուցեին, որ իրենք թույլ, ստրկացված ժողովուրդ են։ Օրինակ ես ասեմ, որ հատուկ դոմինիկյաններ են ուղարկվել Չինաստան, Չինաստանի պատմությունը կեղծելու, նույն դոմինիկյանները Հայաստան են եկել հայոց պատմությունը կեղծելու համար։ Այսինքն Հռոմի պապի կողմից ուղարկված։ Չինական փիլիսոփաներն ասում են, տիրում ես դու պատմությանը, տիրում ես ներկային, քո ձեռքին է նաև ապագան։ Այս է պատճառը, որ սկսած 1800-ական թվականներին հայոց պատմությունը սկսվեց աղավաղվել։ Հիմա մենք նոր պատմություն պիտի գրենք, իհարկե չէ, պատմությունը որոշները համարում են, որ հարաբերական գիտություն է, էլի, համեմատած մաթեմատիկայի, ոչ, պատմությունը ճշգրիտ գիտություն է, այն պետք է ուսումնասիրել ու հայտնաբերել։ Պարզապես մենք մեկնաբանություններն ենք մարդկանց պատմություն անվանում, ոչ թե փաստեր։ Ուրեմն մենք թույլ ու խոցելի ենք։ Այսօր աշխարհում մեկ պետական մակարդակով, որտեղ որ գնում են համացանցում, սոցիալական հարթակներում, հայերի թիվը ինչքան են ներկայացնում, ինչ է կար։ 10 միլիոն, ճիշտ է։ Բայց այդ քիչ բան։ 1974 թվականին հայ առաքելական եկեղեցին իր հետևորդների շրջանում անցկացրել է մարդահամար եւ ինչքան է մեր ժողովրդի թիվը եղել այդ ժամանակ, ինչ է կար։ Հա? Մարդահամարի տվյալներով ինչքան է։ Չէ, աշխարհի մասշտաբով։ Դեռ 10 միլիոն լրիվ 10 միլիոն, էլի 10 միլիոն։ 74 թվականից մինչև այսօր մենք 10 միլիոն ենք։ Սա չի նշանակում, որ ինչ որ մեկի իմաստուն խնամքով մշակված ծրագրով մենք ինկուբատորի նման հումք ենք ծառայում աշխարհին եւ մեզ թիվ են ասել դրանից ավել չխոսեք։ 74 թվին 10 միլիոն ենք, անցել է ինչքան արդեն մոտարապես 50 տարի, էլի 10 միլիոն ենք։ Ուրեմն սա էլ հերթական կեղծիքներից մեկն է, որ չիմանալով, թե իմանալով նույնիսկ կառավարության մակարդակով աշխարհում այսպես հրճակվում է։ Եվ նույնիսկ եմ կրկնում, միթե մենք հումք ենք աշխարհի համար, որ հայը աշխարհի ամեն տարբեր տեղերում պիտի կարողանա կայանել իր երկրում։ Սրանք բոլորը, ինչ որ ձեզ ներկայացվեցին, նորություն չէ։ Սրանք կան, բոլորն են մտահոգված են այս ուղղությամբ։ Ուրեմն շարունակենք նրա խոսքերից էլի Գուրգեն Կարապետյանի խոսքերից մի քանիսը, որը սթափեցնող է մեզ։
Իմ գրքի տպագրությունից հետո Գուրգենն է գրում, գիրքը տպագրել Անգլիայում, Դեյվիդ Լեմ անունով կովկասագետը գրեց իր «Նարոդ Սազիդացե» աշխատությունը, որը փաստորեն չնայած անունը չի նշվում, իմ գրքի պատասխանն է։ Ես հարցադրում եմ անում, թե որն է պատճառը, որ մեր բոլոր այն հարևանները, որոնք պատմության մեջ ներկայացվում են որպես առավել քաջ, հզոր, արիական ազգեր, ոչնչացան, իսկ մենք հայերս կանք։ Կան, չէ, այսպիսի մտքեր արտահայտողներ կան։ Նա այս հարցին պատասխանում է այսպես. հնարավոր է եւ 10,000 տարուց ավելի սողունի պես ապրել։ Անգլիացու սառը տրամաբանություն։ Հասկանում եք։ Եվ վիրավորական է, չէ՞։ Բայց տեսեք այդ մարդն ինչքան է էթնոհոգեբան, ինչքան լավ է հասկանում հայ հոգեբանությունը։ Նույնացնում է Անաստաս Միկոյանի հետ, ով անձրևի կաթիլների արանքով քայլելով կարողացավ մնաց Իլիչից մինչև Իլիչ։ Բանն այն է, որ անգլիացին իմ տեսակետների հետ համաձայն է, որ այո, հայերը դարեր շարունակ գոյություն ունեն, հնագույն ազգերը չկան, վերացել են եւ այլն։ Ասում է, որ այո, մարդկությունը ձևավորվել է Հայաստանում, չի ժխտում, բայց Հայաստանն այդպես էլ վայրենի մնաց։ Այո, հայերն են առաջին մետաղը ձուլել, բայց միևնույն է զարգացումը տեղի ունեցել Հայաստանից դուրս։ Սխալ բան է ասում, ճիշտ է։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն ժողովուրդների պատմության մեջ շրջադարձային իրադարձություններ հարկ է, որ ժամանակակիցների կողմից արձանագրված լինեին եւ այսօր ուսումնասիրողների համար որպես սկզբնաղբյուր դառնային ճակատագրի հեգնանքով ներողություն կամ մտքեր արտահայտող ասեք իմանա։ Ասում եմ հիմա էլ շատ բան չի փոխվել, հիմա էլ մենք։ Հա։ Մեր նպատակն է, որպեսզի մենք նոր սերունդ կրթենք իրապես։ Որովհետև ես մի հատ հաղորդում ունեմ, իմիջիայնոց այս նյութերը ամեն բաներով իմ ասենք ալիքում YouTube-յան ես ունեմ։ Մի առիթով ասել են, որ մեր ժողովրդի ամենաողբերի, ոնց ասեմ, դաժան թշնամին ուսուցիչն է, որը ճշմարտություն չի կարողանում մատուցել ապագա սերունդների։ Հայոց դարձի պատմության մասին մենք հայերս գերազանցապես գիտենք Ագաթանգևոս կամ Գրիգորիսի գիրք կոչված գրքից։ Մյուս կողմից էլ աղբյուրների բծախնդիր քննախույսը այնուամենայնիվ կարող է այլ աղբյուրներ գտնել խնդրու առարկա հանդիսացող այս նյութի վերաբերյալ։ Ավանդություն։ Ես ուզում եմ ավանդության վերաբերյալ մի երկու խոսք այնուամենայնիվ համարձակում եմ բոլորը լավ գիտեք սուրբ գիրքը, բայց թույլ տվեք մի 3-4 համար սուրբ գրքից ես ներկայացնեմ, թե Աստծո պահանջը որն է եւ արդյոք մենք մեր կյանքում հավատքի, մեր խշմտանքի համոզմունքների մեջ կամ մատուցելուց, քարոզելուց մենք համաձայն Աստծո խոսքի ենք ընկալում ինչ բան ավանդությունը եւ արդյոք դրա մեջ լավ բան կա, որ լավը վերցնենք, վատը մերժենք, թե ընդհանուր ամբողջը պետք է մերժենք։ Մենք կարդում ենք այսպիսի տողեր. Զգուշ կացեք, միգուցե մեկը հափշտակե ձեզ փիլիսոփայությունով եւ դարտակ խաբեբայությունով մարդկանց ավանդության պես, աշխարհքի սկզբունքների պես, ոչ թե Քրիստոսի պես։ Ուրեմն տեսեք ինչ գոյություն ունի. փիլիսոփայություն, դարտակ խաբեբայություն, մարդկանց ավանդություն, աշխարհքի սկզբունքներ։ Սրանք ամեն մեկը առաքյալն ասում է զգուշ պետք է լինի անձը, որպեսզի հանկարծ այս որ իրան այդպիսի աղբյուրներից է մատուցվում, ինքը չտելվի դրա։ Եվ իրանց լսելիքը ճշմարտությունից ետ կդարձնեն, ես տեղերը ուղղակի չեմ ասում, դուք գիտեք։ Եվ առասպելների ետևից կմոլորեն գրված։ Եվ Հիսուսն իրան հավատացած հրեաներին ասեց. եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք, եւ ճշմարտությունը կճանաչեք, եւ ճշմարտությունը կազատեք։ Եվ վերջապես շատ կարևոր մի համար, որը գիտեմ մեր դիգերբանն էլ ես էլ շատ ենք այս համարը իրար հետ խոսում, գիտենալով, որ ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկիով փրկվեցաք, ձեր հայրենավանդ ունայն վարմունքներից է, այլ Քրիստոսի պատվական արյունով, ինչպես անբիծ եւ անհրաժարը։ Ուրեմն տեսեք, պարզվում է, որ լիարժեք դարձ ունենալու համար հավատացյալը, եթե նա չի ազատագրվել կամ որ այս համարից ենք իմանում չի փրկվել, ինչից չի փրկվել, նաև ավանդություններից հայերի։ Պարզվում է հայերի ավանդություններից է փրկվել ապետք։ Ես շատ հարցեր վեր կհանեմ ու ինքս էլ կպատասխանեմ, սակայն մի վերապահում պիտի անեմ, ինչպես քիչ առաջ ասեցի։ Ավանդապաշտը կարող է իսկապես գալ Քրիստոսի ճշմարիտ հավատքին, եթե անկեղծ է, եւ ցանկացած կրոնի ներկայացուցիչ, եթե փնտրում է ճշմարտություն, Քրիստոս իր հավատքը կշնորհի։ Ամեն։ Վստահ ենք դրանում, փառք Տիրոջ։ Այժմ ըստ էության
այսքանը կասեք, այս մարդը այսքան խոսեց, հիմա նորը ըստ էության ուզում խոսել։ Ինչպես հայ ժողովուրդը վերջապես դարձի եկավ։ Ուրեմն դիտարկենք Ագաթանկեղոսի պատմությունը համաձայն պատմագրության, որովհետև ասացինք միակ աղբյուրը Ագաթանկեղոսի այս գիրքն է։ Հայ մատենագրությունը ընդունված է համարել, որ սկսվել է 5-րդ դարից։ Թվարկեցինք մատենագիրների անունները, դուք գիտեք, Ագաթանկեղոս, Խորենացի Եղիշեփ, Հաստոց Բյուզանտ, Ղազար Փարպեցի։ Եվ առաքելական եկեղեցին մենք տեսնում ենք, որ մեծ ջանքեր դրսևորում անպայման դարձի վերաբերյալ պատմությունը ոչ միայն մեծ հրամցնել դարերի հաջորդ սերունդների, այլ նաև այս գրքից բացի Գրիգոր Լուսավորիչին վերագրող մի ուրիշ հաստափոր գիրք կա, որը կոչվում է Գրիգորի վարդապետություն։ Ուրեմն դրա մասին դեռ շատ գիտնականներ կասկածում են, այդ վարդապետության մեջ առանձնապես ոչինչ չկա, բացի Սուրբ գրքի բերանացի, այսպես ասած, շարադրանքից որոշ տեղեկություններ։ Ուրեմն երկու կրոնավորներ, ինչպես ասացի, Լուսավորիչից նոր դարձի եկած երկրի մասին տեղեկություն են խնդրում, եւ Զենոբը նրանց հարցնում է, որ ինչ են ուզում իրենք երկու լուսավորյալ անձիկ ուսանողներ։ Ասում են, մենք ուզում ենք հայոց պատմություն գրենք, ասում է թող տան հայոց արքայական տուն է այդ մասին մտահոգվի, բայց դուք գնացեք եւ գրեք եկեղեցու պատմությունը։ Ընդհանրապես Գրիգոր Լուսավորիչի անձը շատ խորհրդավոր է։ Մենք հիմա նաեւ պատմական շատ աղբյուրներից դրա մասին կիմանանք։ Այսպիսով բարձ երևում է, որ եկեղեցին ինքն է հուշում, ինքն է ծրագրում, թե ինչ պատմություն պետք է շարադրել ապագայի համար։ Հատկանշական է, որ հայոց պատմություն գրելու թույլտվությունը պետք է տա ազգությամբ իբրև Պարթև եւ կամ հույն Գրիգորը։ Տեսեք, նոր բան ասեց, չէ՞ ոնց որ։ Այսինքն նորը որն էր, որ Գրիգորը Պարթև չէ, հույնը։ Եվ գրի պիտի առնի ազգությամբ Ասորի Զենոբը։ Եվ էլ ինչ ասենք, որ Թադևոսի եւ Բարթմեոսի Աբգարի մասին դարձյալ հայերից չենք տեղեկանում, այլ ասորական աղբյուրներից, Ադդայի վկայություններ գոյություն ունի, այդպիսի ասենք աշխատանք։ Ուրեմն մենք սկզբում անդրադարձանք մի փոքր Ագաթանկեղոսի պատմության մեջ, եկեղեցու պատմության, այսպես Կարապետի վերաբերյալ ասենք որոշ ինֆորմացիան, բայց հիմա եկեք մի հատ անդրադառնանք հետևյալին։ Ինչպիսի աշխարհաքաղաքական իրադրության մեջ էր հայտնվել Հայաստանը 3-րդ դարի վերջին եւ 4-րդ դարի սկզբներին։ Ուզում եմ շատ համառոտ, ոչ ավել։ Աշխարհաքաղաքական ինչպիսի իրադարձությունների կիզակետում էր Հայաստանը հայտնվել։ Միանգամից ձեզ ասեմ, որ հայերի կողմնորոշումը դեպի արևելք կամ արևմուտք չի սկսել այս վերջին ժամանակներում, է։ Սա եղել է որոշները ասում են Արտավազդի ժամանակ էր Տիգրանի որդին, որը պետք է ընտրություն կատարեր Հռոմի կամ Պարթևների միջև, գիտեք պատմությունը չէ, բայց այդպես չէ։ Վանե Արարատյան թագավորության անկումից հետո, երբ ամբողջ Պարսկաստան, ամբողջ հյուսիսային միջագետքը գտնում էր Վանե Արարատյան թագավորության տիրույթների կազմում, անգամ միջև Աֆղանստան, միջև Ղրի, շատերը երևի ասենք այսքան տարածական իմաստով չեն ընկալել։ Մենք խնդիր չենք ունեցել այն ժամանակ արևելք արևմուտքի Վանի Արարատյան թագավորության անկումից հետո, երբ որ աստիճանաբար արդեն հայոց գային բազում են աշակունիները, այդ եւ Աքեմենյաններն էլ հզորանում են Պարսկաստանում Քրիստոսից առաջ 6-րդ դարում, այդ ժամանակից սկսում է հայերի ոդիսականը։ Այն իմաստով, որ մենք պետք է արդեն որպես միջանկյալ մի հատ տերություն հզորացած երկու տերությունների արանքում միշտ պատմականորեն խուսանավելով կարողանանք իսապես գոյատևել։ Աշխարհաքաղաքական իմաստով, երբ որ մենք ներկայացնում ենք արդեն 4-րդ դարը, միանշանակ պարզ է դառնում, որ 4-րդ դարի սկզբներին Հայաստանում կրոնալ քաղաքական ռեֆորմ է տեղի ունեցել։ Կրոնալ քաղաքական ռեֆորմ։ Իմիջիայլոց 90 թվականին, երբ որ ես սովորում եմ Սուրբ Սարգսում, 6 ամիս այնտեղ հաճախեցինք, որ կաթողիկոս այն ժամանակ այսօրվա կաթողիկոս arczepiskopos էր, Վազգեն առաջինն մի անգամ դասախոսել է մեզ, 300 հումանիտար առարկաներով այդպես զբաղվողներս, համալսարանի ավարտածներս հավաքել են, որ կրոնի ուսուցիչներ պատրաստեն, վերջապես քննության պահն եկավ, գնացի եւ հենց ճակատագրի բերումով եւ թե ինչ էր, ինձ ընկավ հենց Գրիգոր Լուսավորիչի գործունեությունը Հայաստանում։ Տոմսը քաշեցի, պատասխանում եմ հիմա Ագաթանկեղոս անգիր գիտեմ, պատմում եմ իմանալով թե եկեղեցուն հաճեցնում եմ։ Ներկայացրեցի, որ ես մարդն ես արեցին, այս մեկ էլ ես 13 հոգի նստած նայեց, ասեց
Տղա ջան, ինչ ես դուրս տալիս։ Կրոնը քաղաքական ընդհանրապես ռեֆորմա է, ինչ է երկար։ Հասկանում եք, ես մնացի ապշած։ Հարցը նա է, որ բոլորը շատ լավ գիտեն։ Սա կարող է, ասենք, այսօրվա դեր գյուղացուն զարմացնել կամ ասենք կրթություն չունեցող մեկին, որը արժանահավատ է համարում այս աղբյուրը ծայրից ծայր։ Բայց մենք պետք է իրոք ճշմարտությանը բաց երեսով նայենք, որովհետև իմ համար էլ կարծում եմ բոլորիդ համար է շատ ցավ է, երբ որ ժողովուրդը դիգիտության մեջ է եւ չի կարողանում Քրիստոսին գալ եւ իր ավանդապաշտությունը դեռևս համարում է արժեք, խոսքս գնում է նրանց մասին, որ մեր ժողովրդի մի ստվար զանգված որպես մշակույթ քրիստոնեությունը շատ լավ ընկալել է, բայց որպես կյանք դեռևս չի ընկալել իրապես։ Եվ այսպես Ագաթանկեգոսը եւ իր ժամանակ, ուրեմն ինչ երկրների միջև էին խուսանավում այդ ժամանակ հայերը, մի կողմից Սասանյան Պարսկաստանին դիմակայելու, մյուս կողմից հունահռոմեական ազդեցությունից ազատագրվելու պայքարերն։ Ագաթանկեգոսի եւ իր ժամանակը, եթե ժամանակի առումով բան կլինի, դուք ասես ասին ժողովուրդ։ Ագաթանկեգոսի պատմությունը ըստ ուսումնասիրողների ունեցել է 4-րդ դարի անվանված մի պատմություն, սակայն գրի է առնվել ինչ որ մեկի կողմից 5-րդ դարում։ Այսինքն 4-րդ դարի իրադարձությունը 150 տարի հետո մոտավորապես շարադրվել է 5-րդ դարում ինչ որ մեկի կողմից։ Քանի որ նա ծանոթ է Կորյունի Վարք Մաշտոցի գրքին, այսինքն սա որ հավակնում է 4-րդ դարի գրականություն համարվել, դա բացառվում է։ Նախ որպես հայերեն գիր, սա 5-րդ դարի աշխատանք է, պատմում է 4-րդ դարի դեպքերի մասին, այո, բայց միաժամանակ պետք է իմանանք, որ այստեղ Կորյունի Վարք Մաշտոց գրքից հատվածներ կա։ Սա արդեն կհուշի, որ Կորյունի ժամանակակիցն է, չէ՞ հեղինակը։ Սա մեր ըստ էության քրիստոնեական կրոնի հաստատումը պահանջում էր նաև վարդապետական ինչ-ինչ հարցերի մեկնաբանություն, եւ սա կարելի ասել առաջին փորձն էր եկեղեցու, որի նպատակն էր եկեղեցու հիմնումը կապել աստվածային հայտնությունների հետ։ Ագաթանկեգոսի պատմության գիտական ուսումնասիրությունը սկսվել է 18-րդ դարում, երբ լույս տեսավ հունարեն թարգմանությունը եւ լատիներեն համառոտ խմբագրությունը։ Ստիլինգի ձեռքով վարկ սրբոց շարքում, վերջինս կասկածի տակ է առնում Ագաթանկեգոսի պատմության հավաստիությունը։ Քանի որ այդ դեպքերից շատերի մասին հուն եւ լատին մատենագիրները նման վկայություն չունեն։ Ընդհանրապես, որ այդ հիշարժան բաներ չէ, որ պիտի պատմվեր նաեւ դրսում, Հայաստանի պատմությունը շարադրող շատ օտար աղբյուրներ կան 4-րդ դարի մասին։ Ոչ միտեղ Գրիգորի անուն չկա, Ագաթանկեգոսի անուն չկա։ Համեմատության համար ասեմ, որ օտար աղբյուրներից Պրոկոպիոս Կեսարյանին, սա մի հատ հետաքրքիր պատմություն է, կուզեմ անպայման սա լսեք, որովհետև շատ դաժան բան է ավանդությունը որպես ճշմարտություն ընդունել, պաշտել ու վերջում հուսախաբ լինել։ Ահավոր դաժան բան է սա։ Ուրեմն բարի է։ Շատ Վեցերորդ դարի հեղինակը Հուստինիանոսի կառավարման տարիներին, բյուզանդական կայսրի Հուստինիանոսի կառավարման տարիներին պալատական արխիվին շատ լավ ծանոթ հեղինակ է, որը գրել է Գաղտնի պատմություն։ Հեղինակի այդ գիրքը հրատարակվել է հայերեն, ուրեմն Պրոկոպիոս Կեսարյանցին նշում է, ասում է, որ սիրելի ընթերցող, դու ինձ ներող եղեի իմ առաջին գրքից համար, որ ես գրել եմ, որ այս ճիվաղներին ու այս դիվահարներին ես սրբացրել եմ, Հուստինիանոսն ու Թեոդորա կայսրուին, որի բազիլիկ եկեղեցում, Իտալիայի եկեղեցիներից մեկում խճանկարը կա եւ Սոֆիայի տաճարում նրանց պատկերը կա Հուստինիանոսի եւ Թեոդորան, որոնք սրբացված են եւ կաթոլիկ եկեղեցու կողմից սրբերի շարքում են։ 17-րդ դարում, երբ որ Պրոկոպիոս Կեսարացու գիրքը հայտնվել, Վատիկանում մի հատ մեծ աղմուկ բարձրացավ։ Թե ոչ թե այս ինչ նոր գիրք է։ Նայում են, տեսնում են, որ իսկապես Պրոկոպիոս Կեսարացին ասում է, վխտում էին լրտեսները իմ ժամանակում նրանց, եւ ես չէի կարող ճշմարտությունը շարադրել ձեզ։ Եվ հիմա ասում եմ ձեզ այդ այունարգուների կյանքից, ու սկսում է շարադրել նրանց մասին։ Դուք պատկերացնում եք 1300-1400 տարի կաթոլիկը տոնեն է Հուստինիանոս եւ Թեոդորա կայսրու սրբության տոնը, մշտապես հավատալով եւ այլն։ Բայց այս մարդը այնպեսի զազրելի բան, նույնիսկ կարդալն է դժվար լինում, թե ովքեր են եղել իրենք։ Եվ այս հանձնավորությունն ասում է, դու ուզում ես հավատա թե չէ, ես չեմ հավատում։ Թադևոսն ու Բարտիմեոսը Հայաստան չեն գնա։